Ողջույն, ես Սիլվին եմ, հայհույի, ով ապրում է Ուրուգվայում, և ապրելով այստեղ պարզապես չէի կարող չխոսել մի մարդու մասին, որի գործունեությանը հետևում էի դեռևս Հայաստանում ապրելու տարիներին, այդ մարդը Խոսե Մուխիկան է։ Խոսե Պեպե Մուխիկա ամբողջ աշխարհում հայտնի էր որպես աշխարհի ամենաաղքատ նախագահը, սակայն նրան այդպես էին անվանում ոչ թե աղքատ լինելու պատճառով, այլ որովհետև նա հրաժարվում էր շքեղ կյանքից։ Նա ապրում էր իր համեստ ֆերմայում, վարում էր հին մեքենա և իր նախագահական աշխատավարձի մոտ 90%-ը նվիրաբերում էր բարեգործությանը։ 2010-ից մինչև 2015 թվականը նա եղել է Ուրուգվայի նախագահը։ Նրա նախագահության տարիներին Ուրուգվայում զգալիորեն նվազեց աղքատությունն ու գործազրկությունը, ընդլայնվեցին սոցիալական աջակցության ծրագրերը, իսկ երկիրը դարձավ աշխարհի առաջատարներից մեկը վերականգնվող էներգիայի օգտագործման ոլորտում։ Նրա ղեկավարությամբ Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ պետական վերահսկողության ներքո օրինականացրեց մարիխուանայի շուկան, նպատակ ունենալով պայքարել վնասակար նյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ։ Մուխիկան առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում Ուրուգվայի հայկական համայնքին և բազմիցս ընդգծել է նրա կարևոր ներդրումը երկրի զարգացման գործում։ Նա նաև աջակցում էր հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական հիշողության պահպանման գաղափարին։ 2014 թվականին նա Ուրուգվայում ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ամրապնդելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Իր ազնվության, համեստության և ժողովրդին ծառայելու նվիրվածության շնորհիվ Խոսե Մուխիկան մինչ այսօր համարվում է Ուրուգվայի ամենասիրելի նախագահներից և աշխարհի ամենահարգված քաղաքական առաջնորդներից մեկը։ Եթե հետաքրքրված ես Ուրուգվայով, շարունակիր հետևել ինձ, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար նաև բաժանորդագրվիր Telegram-ի անալիքից։